դասարանական, որտեղ ոչ բոլոր ուսանողներն են այսօր նվագելու մեր դասարանին։ Բայց այնպես ստացվեց, որ Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակը ուրեմն ընթանում է այս ամբողջ տարին եւ մեր երկրացանկում, այսպես կարելի ասել, մենք ունենք նրա ամբողջ ցիկլը 6 պրելյուդներից բաղկացած եւ այսպես շատ բնական ձևի աղշելով ուսանողները սովորեցին եւ ուզում են ձեզ ներկայացնեն ձեր դատին այսօր 6 պրելյուդը։ Բայց մինչեւ մեր ելույթ ունենալը այդ 6 պրելյուդը եւ այն պրեմիերան, որը այսօր ես խոստացել էի գոլեգաներին, ես ուզում եմ խոսքը փոխանցել մեր սիրելի հարգարժան Երևանի Կոմիտասյան Վան պետական կոնսերվատորիայի դիրեկտորի պաշտոնակատար, արվեստագիտության թեկնածու տիկին Սովինար Մովսեսյանին։ Շատ շնորհակալ եմ նորից, Սովինար, խնդրեմ ձեզ։ Երևանի Կոմիտասյան կոնսերվատորիայի մենք բավական արժանի կարողացանք նշել Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակը այս տարի, ունեցանք առանձին համերգներ նրա կամերային գործիքային ստեղծագործություններից, տարին սկսվեց գարունը սկսվեց նրա անկունի բալետի վերստեղծած վերաբեմականացումով եւ այսօր էլ ունենք դաշնամուրային ստեղծագործությունների կատարումները, մեր երգչախմբերը, Հովեր երգչախումբը եւ կոնսերվատորիայի օպերային ստուդիայի երգչախումբը հանդես եկան խմբերքային ստեղծագործությունների կատարումներով։ Ես կարծում եմ մենք դեռ կարող ենք շարունակել այս շարքը, տարին դեռ չի ավարտվել։ Եվ քանի որ նախորդ համերգները նվիրված Էդգար Հովհաննիսյանին դարձյալ իմ ներածական խոսքով էին, այսօր ուզում եմ իմ խոսքը այսպես ձևակերպել. Էդգար Հովհաննիսյանը եւ Երևանի Կոմիտասյան պետական կոնսերվատորիան։ Այնպես ստացվեց ճակատագրի բերումով կոնսերվատորիական տարիները, կոնսերվատորիան գլխավորելու տարիները համընկան եւ մեր պետության, մեր երկրի համար շատ ճակատագրական ժամանակաշրջանի հետ, շատ բարդ ժամանակաշրջանի հետ, նաեւ դրանք Էդգար Հովհաննիսյանի գործուն տարիներն էին, բայց վերջին շրջաններ գործուն տարիների, ցավոք սրտի 1985 թվականին նշանակվեց պրոռեկտոր, 1987-ից դարձավ ռեկտոր եւ կարողացավ գլխավորել կոնսերվատորիան մինչեւ 1992 թվականը, թեև իր մահկանացուն կնքեց 1998 թվականին, բայց արդեն այդ վերջին 6 տարիները հիվանդության բերումով, մի քանի կաթվածների բերումով նա այլևս չկարողացավ աշխատել եւ ցավոք սրտի շատ ծրագրեր, որոնք նախանշված էին, որոնք մտածել էր, որ պիտի իրականացներ կոնսերվատորիայում, մնացին չիրագործված եւ հիվանդության պատճառով եւ նաեւ մեր երկրում եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունների հետ կապված։ Քանի որ մեր լսարանի մեծ մասը ուսանողներն են, ես ուզում եմ պատմեմ այն դարաշրջանի մասին, որի ակտիվ մասնակիցն ենք եղել ես եւ իմ սերնդակիցները
եւ ուրախ եմ այդ բոլորին այստեղ տեսնել, շատերին այստեղ տեսնել։ Դրանք մեզ համար հոգևոր վերելքի, հոգևոր հարուստ կենսագործունեության մի չտեսնված հարուստ եւ անմոռանալի տարիներ են եղել, որ մեկիս էլ հարցնեք, ոչ միայն նրանով, որ իսկապես ուսանողության տարիները անմոռանալի տարիներ են ցանկացած երիտասարդի համար, բայց առավել ևս մեզ համար դրանք նշանավորվել էին 88-ի Արցախյան շարժումով, կոնսերվատորիական հայտնի համերգային նստացույցներով, այնուհետև կոնսերվատորիայի համերգային արշավներով դեպի Արցախ և դեպի մյուս մարզերը, դեպի մոտակա Սփյուռքը։ Դրանք ժամանակներ էին, երբ որ մեր երկրի համար ձևավորվում էր նոր գաղափարախոսություն, նոր մտածողություն, սրանք տարիներ էին, երբ որ շարժումը տանում էր դեպի երկրի անկախությունը, երբ որ ազգային ինքնագիտակցության մի աննախընթաց վերելք էր ապրում հայ ժողովուրդը, եւ կոնսերվատորիան էլ անմասն չմնաց այդ մեծ ոգևորված շարժումից։ 1985-87 թվականներին արդեն նշմարվում էին այն փոփոխությունները, որոնցով Էդգար Հովհաննիսյանը մուտք գործեց կոնսերվատորիան։ Նշեմ, որ մինչ այդ դեռ 30 տարեկանից սկսած նա ակտիվ հասարակական, քաղաքական, վարչական և ստեղծագործական գործունեություն է ունեցել։ Գլխավորել է այնպիսի հզոր կառույցներ, ինչպիսիք էին Ազգային օպերային թատրոնը, եղել է տնօրենը, և այդ տարիները եղել են թատրոնի աննախընթաց վերելքի տարիները, աստղային տարիները, դրանից հետո գլխավորել է Թաթուլ Ալթունյանի անվան ժողովրդական երգի պարենսամբլը, գլխավորել է հայ համերգը և մինչև կոնսերվատորիա գալը նաև գլխավորել է հեռուստառադիոյի երաժշտական խմբագրությունը։ Դրանից հետո 55 տարեկան հասակում նրան նշանակեցին պրոռեկտոր։ Եվ ինչպես ամեն տեղ մինչ այդ, նա ոտք դրեց կոնսերվատորիա հստակ ծրագրով, հստակ հեռանկարով, ունենալով իր տեսլականը, ունենալով ծրագրեր, որոնք կոնսերվատորիան պիտի դարձնեին ազգային երաժշտական կրթօջախ։ Իր ծրագրերի հիմքում, իսկ դրանք պահպանվել են իր բազմաթիվ հարցազրույցներում, հեռուստաելույթներում, նա խոսում էր, որ կոնսերվատորիան պետք է ունենա շատ վառ արտահայտված ազգային կողմնորոշում, որ մենք պետք է խորապես ուսումնասիրենք մեր անցյալը, մեր պատմությունը, եւ մենք պիտի ներմուծենք նոր առարկաներ, նոր դասընթացներ, որոնք ուղղված են ուսանողներին տալ ազգահեն գիտելիքներ։ Կիլիկյան Հայաստանը Էդգար Հովհաննիսյանի երազած Հայաստանն էր եւ ասում էր, որ հայ մշակույթը իր ակունքները պիտի փնտրի Կիլիկյան Հայաստանում։ Պետք է ստեղծվեն հետազոտողների խմբեր, որոնք հետազոտեն Կիլիկյան Հայաստանի մշակույթը, երբ որ Հայաստանը կապվում էր Եվրոպայի հետ, երբ որ Հայաստանը կապվում էր եվրոպական մշակույթի հետ։ Սա կարող է ասել միայն շատ լայնահայաց մտավորական, շատ առաջադեմ մտավորական։ Մեծ տեղ էր տալիս ազգային երաժշտության ուսումնասիրմանը և նաև դասավանդմանը։
այս տարիներին էր, որ հայ ֆոլկլորագիտության ուսումնասիրության կենտրոնը վերակազմավորվեց ամբիոնի և ամբիոնը ունեցավ բազմազան ջուղավորումներով հայ երաժշտությունը ուսումնասիրելու հիմքեր։ Մենք արդեն ունեինք ժող նվագարանների ամբիոն և Էդգար Հովհաննիսյանի օրոք բացվեց նաև ժող երգեցողության ամբիոնը իր ծրագրերով, իր ուղղվածությամբ, որպեսզի ժող երգեցողությունը դուրս գա ինքնագործունեության մակարդակից և ձեռք բերի ակադեմիական հմտություններ, ակադեմիական մակարդակ և ակադեմիական խորություն։ Այս տարիներին էր, որ ստեղծվեց հայագիտական կենտրոնը և հրավիրվեցին մեծագույն մտավորականներ, որոնք դասավանդում էին հայագիտական կենտրոնում, հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ առաքելական եկեղեցու պատմության, գրաբարի դասընթացները այս տարիներին դարձան ամենասիրված, ամենամեծ հետաքրքրություն վայելող դասընթացները և մենք երաժշտագետներս, որոնց համար օրինակ գրաբարի դասընթացը, որ վարում էր անմոռանալի իր հետ գտած Խորեն Պալյանը, այս դասընթացները դարձան նաև ուրիշ բուհերից եկած ուսանողների համար մի հավաքատեղի, որտեղ նույն հետաքրքրությամբ, նույն ոգևորությամբ ուսումնասիրում էին գրաբարը տարբեր նպատակներով, ճարտարապետներ, նկարիչներ, քանդակագործներ, բժիշկներ, ամենատարբեր մասնագիտությունների մարդիկ իմանալով, որ Պալյանը կոնսերվատորիայում հինգշաբթի օրերը ժամը 6-ին ունենում է գրաբարի դասընթացներ, այդ խմբերը ահռելի ուղղակի երկրաչափական պրոգրեսիայով իրենց քանակը ավելացնում էին։ Մեզ համար, որ դա պարտադիր էր 1 տարի, մենք խնդրեցինք, որ դառնա 2-րդ տարին, հետո 3-րդ տարին, և այդ խումբը դարձավ մի շատ հետաքրքիր ընկերություն, որտեղ կային տարբեր հետաքրքրությունների, տարբեր մասնագիտությունների մարդիկ, բայց բոլորիս միավորում էր հետաքրքրությունը միջնադարի հանդեպ, միջնադարյան ճարտարապետության հանդեպ, միջնադարյան տարերկության հանդեպ, հայ հոգևոր երգի հանդեպ, ձեզ համար գուցե սովորական է, որ ձեր ուսումնական պլաններում, ուսումնական ծրագրերում պարտադիր կամ ընտրական ձևով կան այդ առարկաները։ Սովետական բուհում դա չլսված, չտեսնված բաներ և դա շատ մեծ խիզախում էր պահանջում և մեծ պատասխանատվություն նաև բուհի ղեկավարից, որ նա կարողացավ այդ ծրագրերը սկզբում ֆակուլտատիվ, հետո քիչ-քիչ պաշտոնական կարգավիճակով այդ ծրագրերը մտցնել մեր առօրյայի մեջ։ Այս տարիներին էր նաև զուգընթաց, տեսեք մի կողմից խորացված ուսումնասիրություններ միջնադարի, մյուս կողմից խորացված ուսումնասիրություն ազգային երգերաշտության և մյուս կողմից ամենաարդիական մասնագիտությունների ուսումնասիրություն։ Դա հեռուստաժուրնալիստիկան էր, դա սոցիոլոգիան էր երաժշտական, հատուկ հրավիրվում էին ժամանակի և Հայաստանի մեծագույն մասնագետները, գործի գիտակները, որոնք մեծ հետաքրքրություն և ոգևորություն էին առաջ բերում մեր մեջ և տեսնում էինք մեր մասնագիտության լայն հեռանկարները այդ ժամանակ։ Ընդլայն սկսեցին ձևավորվել միջազգային կապերը։ Լոնջի համալսարանի հետ, Ջուլիարդի համալսարանի հետ առաջին
միջազգային կապերը, առաջին միջազգային փոխայցելությունները, նաև հենց խորհրդային միության ներսում բավական ակտիվացավ մյուս հանրապետությունների հետ ելումուտը։ Անմոռանալի են ինձ թվում է բոլորիս համար օլիմպիադաները, որոնք կազմակերպվում էին ամբողջ խորհրդային միությանից եկող ուսանողության հետ, արտագնա դասընթացները մոտավորապես նույն ֆորմատով, ոնց որ հիմա Էրազմուսն է կազմակերպվում, բայց այդպես գնում էին մերձբալթյան երկրներ, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիև, Վրաստան եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ դեռ շատ անելիքներ կան եւ դեռ ամեն ինչ առջևում էր լինելու, բայց իրադարձությունները այլ կերպ ձևավորվեցին եւ շուտով եկավ նաեւ 88-ի աղետը եւ այն ոգևորությունը, այն միասնությունը, այն համախմբվածությունը, որ դրսևորվում էր 88-ի ազատագրական պայքարում, մեզ միավորեց նաև օգնելու երկրաշարժի զոհերի ընտանիքներին, օգնելու Արցախյան Սումգայիթից գաղթածների ընտանիքներին, դրանից հետո եկավ ուրիշ շրջան, երբ որ մեր պետությունը անկախություն էր ձեռք բերում, երբ որ ձևավորվում էր նոր մտածողություն, նոր քաղաքականություն, այս ամենի հետևում հիմա արդեն տեսնում ենք, թե ինչքան բարդ քաղաքական երևույթներ էին եւ ինչքան բանից մենք անտեղյակ էինք, բայց ես շատ լավ հիշում եմ իր իմաստուն խորհուրդները եւ իր վարած քաղաքականությունը, ինչպես նա կարողացավ ուղղորդել հախուռն ուսանողական շարժումը, ուղղորդել ճիշտ ուղղությամբ, ճիշտ նպատակով, ասելով, որ երաժիշտը, արվեստագետը, քանդակագործը, նկարիչը, մտավորականը միշտ չէ, որ պետք է զենքը ձեռքին պայքարի, որ մենք պետք է օգտագործենք մեր գիտելիքը, մեր հմտությունները, մեր կարողությունները եւ դրանով գուցե եւ շատ ավելին անենք, քան մեր փխրուն հոգեկերտվածքով զենքը վերցնենք եւ գնանք առաջին գիծ։ Սա իսկական ծնողի, մանկավարժի, հմուտ ղեկավարի խորհուրդ էր։ Եվ ինքն էլ առաջատարը լինելով այդ ուղևորությունների, շատ անգամ ինքն էլ մասնակիցը լինելով այդ այցելությունների, ուղղորդում էր մեզ, որ ուսումնասիրենք Արցախի ֆոլկլորը, ուսումնասիրենք Արցախի երաժշտությունը, ուսումնասիրենք Արցախի ճարտարապետությունը, պատմական անցյալը, գտնենք այն պատճառները, այն շարժառիթները, որոնց ժամանակին զոհ դարձան Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, որոնք զբաղված էին հայոց հարցի լուծումով, բայց 92 թվականից հետո այդ ամենը ինչ-որ չափով կանգ առավ, որովհետև իր մեջ ինքը այլևս չէր տեսնում այդ ուժը, այդ եռանդը, խանդավառությունը եւ ինձ վիճակվեց ճանաչել Էդգար Հովհաննիսյան, մի բոլորովին ուրիշ մարդու, բոլորովին ուրիշ անհատականության, ժամանակից շուտ ծերացած,
բայց շատ իմաստնացած, շատ խոհեմ, իսկապես շատ խորը մարդ, որ առաջարկեց գրի առնել իր հուշապատումը։ Երջանիկ եմ ճակատագրին, որ այդ 4 տարիներին եղել եմ իր կողքին, աշխատանքի պես շաբաթը 2 անգամ այցելել եմ իրենց տուն, վայելել եմ իրենց ընտանիքի հյուրասիրությունը, իրենց օջախի հյուրընկալ մթնոլորտը, մտերմացել եմ իր դուստրերի հետ, ավելի ուշ նաև իր որդու հետ, երջանիկ եմ, որ կարողացա իմ գիտելիքը հնարավորինս ներդնել այդ մեծ արվեստագետի, մեծ երաժշտի ժառանգությունը գնահատելու, արժևորելու գործում և հրատարակեցի 2 գիրք, մեկը հուշապատումը և մյուսը մենագրություն նվիրված իր ստեղծագործական ոճական առանձնահատկություններին։ Բայց դրանով Էդգար Հովհաննիսյանի արվեստը չի սպառում իրեն, որովհետև դեռևս շատ ստեղծագործություններ հրատարակված չեն, դեռևս շատ պարտիտուրներ սպասում են իրենց կատարմանը, իր ստեղծած 7 բալետներից 2-ը դեռևս չեն բեմադրվել, Ժաննա դ'Արկը և Սուլամիթը, իր հանճարեղ կարող ենք ասել ժամանակի համար մեծագույն նորություն ներկայացնող ճանապարհորդություն դեպի Էրզրում օպերան ժամանակավրեպ պահի բեմադրվեց և այդ ազգային ինքնագիտակցության վերելքին չէր համապատասխանում, բայց որպես երաժշտական ստեղծագործություն, որպես երաժշտաբեմական ստեղծագործություն, դա երկրորդ այդպիսինը մենք չունենք 20-րդ դարի երկրորդ կեսի երաժշտության մեջ։ Փառք Աստծո հրատարակված են գրեթե բոլոր կամերային գործիքային ստեղծագործությունները և այս գալիք տարվա մեջ մենք նախաձեռնել ենք նաև հրատարակել մենանվագ սոնատները, լարային գործիքների համար ջութակի, ալտի և թավ ջութակի, իսկ այսօր երջանիկ ենք նրանով, որ մոտ 1 ամիս առաջ մեր ուսանողների ուժերով հնչեց դաշնամուրային կվինտետը, որ Էդգար Հովհաննիսյանին բերել էր համաշխարհային ճանաչում, արժանանալով համանյութենական երիտասարդության և ուսանողների փառատոնի արծաթյա մեդալի և այնուհետև ոսկե մեդալի։ Երջանիկ եմ, որ այսօր ուսանողները ոգևորությամբ նախաձեռնեցին կատարել 6 պրելուդը, որոնք գրվել են վաղ շրջանում, 50-ական, 60-ականների սկզբին, իսկ վերջին շրջանում գրվեցին նաև դաշնամուրային 7 պրելուդները, նաև դաշնամուրային դուետները, և մենք այսօր մեծ բավականությամբ կլսենք այս ստեղծագործությունները, որտեղ դրսևորվում են նաև Էդգար Հովհաննիսյան դաշնակահարի մեծագույն տաղանդը, որովհետև այդպես զգալ դաշնամուրը և այդպես գրել դաշնամուրի համար կարող է միայն այն կոմպոզիտորը, որի համար դաշնամուրը իրենն է, իր գործիքն է և ինքը միանգամայն ազատ տիրապետում է այդ տեխնիկային։ Շնորհակալություն եմ հայտնում դաշնամուրային ֆակուլտետին, դաշնամուրային ֆակուլտետի դեկան Իրինա Հակոբյանին, նաև ամբիոնի վարիչ Տիկին Օհանյանին, այս առաջարկին արագ արձագանքելու և իրենց պատրաստականությունը ցույց տալու համար։ Մաղթում եմ բոլորիս հաճելի երեկո և ուզում եմ, որ այս երեկո ևս լինի ոգեկոչման երեկո, Էդգար Հովհաննիսյանի անմոռանալի ստեղծագործությունները ունկնդրելու երեկո։
ավելացնել այլ ուշքոստից հետո մեր ռեկորդը։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ներկայացնեմ ուսանողներին, որոնք այսօր կկատարեն այդ 6 պրելյուդը։ Առաջին պրելյուդը, ներողություն, մենք որոշել ենք, որ պրելյուդները կկատարեն այնպես կկատարեն ուսանողները, ինչպես գրված են, ըստ իրենց համարների։ Առաջին պրելյուդը, որը նվիրված է Խաչատուր Եսայանին, նկարիչ, բեմադրիչ, թատերական բեմադրիչ, ես պատկերացնում եմ ինչպիսի գործունեություն են իրանք ունեցել միասին Էդգար Սիդլեվիչի հետ, երբ որ բալետների ու օպերաների վրա աշխատել են, հայրուն նկարիչ, գեղանկարիչ, որը շատ մեծ գնահատական է ստացել ամբողջ աշխարհով։ Պատկերացրեք, ես ինքս այս տարիքում ինձ համար բացահայտեցի այդ մարդուն, այդ գեղանկարչին, եւ զարմանալիորեն հասկացա, որ մենք այնքան հնաբան ունենք, այնպիսի պատմություն ունենք, որ կարող ենք բացահայտել եւ բացահայտել։ Եվ այդ ամեն ինչը այսօր այս մարդու ներքո։ Եվ ուզում էի եւս փոքրիկ մի հատ ասել, որ մեր տուրքն է այսօր, մի փոքր տուրքը, որը մենք կարող ենք նվիրաբերել այս մարդու հիշատակին, որը իր ժամանակ, շատ ճիշտ բան ասեց Ծովնար Հայրենան, սերնդի, մեր սերնդին դարավ խթան, իմպուլս տվեց դեպի ստեղծագործական եւ ամենակարևորը մանկավարժական աշխատանքի համար, որովհետեւ երբ որ ինքը հրավիրեց եւ ասեց դու պետք է կոնսերվատորիայում աշխատես, դա 87 թվականն էր, ես վախեցած ասի Էդգար Սիդլեվիչ, կարող եմ, ասեց բալիկ ջան, միջև չփորձես, միջև չմտնես այդ գործունեության մեջ, դու չես կարող ասես, կարող ես թե ոչ, դու պետք է սկզբից փորձես։ Ինձ թվում է, որ դա հնարավոր է, գնա եւ փորձի։ Վերջում էլ ավելացրեց, սկսում ես ընդհանուր դաշնամուրի ամբիոնից, սիրելիս, կանցնի մի 2 ամիս եւ մենք կմտածենք, գուցե դու կդառնաս քո պրոֆեսորի ասիստենտը։ Ինչի համար ես շատ շնորհակալ եմ եւ սկսենք մեր համերգը։ Առաջին պրելյուդը կկատարի առաջի կուրսի ուսանող Գոր Բարսեղյանը, Գեղանկարային մրցույթների դափնեկիր, համեցեք խնդրեմ։ Խաչատուր Եսայանին
երկու պրելուդը իրանք այսպես գրված են այնպես, որից մեկը նվիրվել է Լազար Մարտիրոսյանին, ճիշտ ասեմ, Ղազարոս Սարյանին, շատ երկարային, զգացմունքային, ինչպիսին մենք հիշում ենք Ղազարոս Սարյանին։
դափնեկիրը։ Չորրորդ պրելյուդը կատարում է երկրորդ կուրսի ուսանող Դավթյան Վլադիմիրը։ Այս համար ինքս ևս դարավ միջազգային մրցույթի դափնեկիր, ինչի համար մենք և մեր դասարանը շատ ուրախ ենք։ Մանուկյան Զոյա։
ժողովրդական Հայաստանի ժողովրդական ակտիվիստ Հայկ դաշնակահար Յուրի Հայրապետյանի եւ լսենք այդ կատարումը, այդ պրելյուդը Գոր Վասիլյանի կատարմամբ առաջին կուրս
մտցեցինք եւ կարողացանք ռեալիզացնել։ Երկու բառ իհարկե նորից եմ կրկնում, ձեր խոսքից հետո ծննդար հայտնը դժվար ավելացնել, բայց ես արդեն ասացի, որ Էդգար Հովհաննիսյանը եղել է մեր սերունդի համար շատ է համար որպես խթան, որպես իմպուլս։ Մեր համար դա մի քիչ անսովորն էր այդ տարիներին, երբ որ 1985 թվականին ինքը սկսեց գալ բոլոր ֆակուլտետի, բոլոր դասարանական համերգներին, գալիս էր, հետևում էր, իմանում էր, մեկ առ մեկ ընկալում էր որ կուրսում ինչ ուսանող կա, ինչպես կարելի է աշխատել կամ այս կամ այն ուսանողի հետ, եւ ինքը շատ ինձ թվում է ճիշտ կազմակերպչական իր ամբողջ խառնվածքով հետաքրքրվում էր դասախոսների ներդրմամբ ևս։ Ինչու մենք այսօր այդ մասին խոսացինք, ուղղակի իմ օրինակ դրա վառապացույցն է, երբ որ առաջին անգամ ես իհարկե ցավում եմ, որ չկարողացա ես մասնակցեմ այդ հյուրախաղերին, ինքը ոնց որ ուզեցավ ինձ ներգրավի մի քանի հոգու եւ այնտեղ կային դաշնակահարներ եւ ջութակահարներ, թավջութականներ, երգչուհիներ, այդ թվում Հասմիկ Պապյան եւ ինքը փորձում էր, հիշում եք, փառատոներ էր կազմակերպում իր հնարավորություններով, այն ժամանակ ինքը AOX-ի պրեզիդիումի անդամ էր եւ ուներ հնարավորություններ ֆինանսական այս կամ այն հնարավորությունները, որ դա կարողանար օգտագործել եւ ներկայացնել, այսպես ասած, Երևանի պետական կոնսերվատորիան, Կոմիտասի կոնսերվատորիան նոր երիտասարդ կադրերով։ Ես ինչու եմ ցավում, որ ես չկարողացա լիարժեք մասնակցել այդ հյուրախաղերին, ուրեմն այդ հյուրախաղերը պետք է լինեին մարտին, դա 85 թվականն էր։ Եվ պետք է լիներ այդ տարի եւս Անդրկովկասյան մրցույթը 85 թվականին։ Պատմության մեջ ստացվեց, որ դա վերջին մրցույթն էր, ցավոք սրտի Անդրկովկասյան մրցույթը, որը կատարվում էր 4 տարի մեկ տարբեր հանրապետություններում, հիմա մեր ուսանողները ոչ բոլորի այդ մասին գիտեն, բավականին հագեցված մրցույթ էր 3 փուլով, եւ այնքան ջանք եւ ուժ ներդրվել էր այդ ամբողջ ծրագիրը հավաքելու համար, ինձ թվաց, որ եթե ես մարտին գնամ Ֆրանսիա, եւ հետո ես կարող եմ վերադառնալ եւ գնալ Անդրկովկասյան մրցույթին։ Ինչ-ինչ պատճառներով, կազմակերպչական ինչ-որ երևույթները հետաձգվելով, մի խոսքով, այդ երկու իրադարձությունը ստացվում էր, համընկնում էին, երկուսն էր ստացվում էր մայիսին։ Եվ ես մոտեցա Գարսեդիևիչին ասի, Գարսեդիևիչ, խնդրում եմ ինձ կներեք, բայց եւ ինչու էր դա կարեւոր անել ավելի շուտ, որովհետեւ եւ կամերային ձևաչափը եւ ակամպանիմենտը ինքը չէր ուզում հատուկ ոնց մեծ տներ վերցներ, պետք է մենք իրար օգնեինք։ Դրա համար ես մոտեցա, խնդրեցի ներողություն, ասացի, որ ես չի ստացվում, որովհետեւ ես ունեմ իմ պլանները եւ իմ պրոֆեսորի հետ մենք մեկնում ենք հարևան Անդրկովկասյան մրցույթին մասնակցելով։ Միակ բանը, որ ինքը ասեց, հույս ունենք, լավ հույս էր, ասեցի, կաշխատենք, կտեսնենք Էդգար, փորձենք, ասեց, դե սպասում ենք քեզ լավ լուրերով։ Հենց որ այդ հյուրախաղերին ես չմասնակցեցի, բայց ինչի համար շատ շնորհակալ եմ, որ ինքը ինձ ընդգրկել էր այդ ծրագրի մեջ։ Այսօր ես կկատարեմ 3 պիես իր ցիկլից երկրորդ դաշնամուրային պիեսներից, որը գրվել է 1992 եւ 1993 թվականներին, շատ դժվար ծանր տարիներ, ինչպես ասեց հայրենան, եւ հիվանդությունը, եւ արդեն չկարողանալ լինել ռեկտորի պաշտոնին, մութ, ցուրտ, դժվար տարիներին, եւ պիեսները գրված է, պատկերացրեք, հունվար, փետրվար ամիսներին, այնտեղ հատուկ նշումներ կան։ Շատ յուրահատուկ, պատկերացնում եք այս հագեցված, լիարժեք, լիաթոք երաժշտությունը, որը մենք լսեցինք պրելյուդների մեջ, եւ շատ շռայլ գրված, ուրեմն կանտաբիլե, ֆեստիվո, մայեստոզո, հանկարծակի անցնում է մի հատ, սկսում է շարք, իսեր աստծո չմտածեք ես, որ փորձում եմ անեմ
երաժշտագիտական անալիզ, ուղղակի ինքս ինձ համար բացահայտեցի, որ գրած են պիեսները լարգո, ադաժիո, մեկ պիեսնա մոդերատո, բայց անընդհատ մեստո, շատ քիչ դինամիկ նշումներ, տենուտուներ, ակցենտներ, երբ որ դուք կլսեք երրորդ պրելյուդը, որը կոչվում է հուշեր, այնտեղ կան նշույլքներ, որտեղ մենք հասկանում ենք, որ մեր կոմպոզիտորը անցել է այսպես թարգմանության մեջ կրակը, ջուրը և պղնձյա շեփորները, բայց կոչվում են հուշեր, որ շատ ձեր ուշադրությունը չգրավեմ, ուղղակի 3 պիես, առաջինը կոչվում է անուրջներ, երկրորդը կոչվում է կասկածներ և երրորդը հուշեր։
շնորհակալություն հայտնում նաև Սարգսյանին Հակոբյանին, որը ջերմորեն ինձ օգնեց եւ մենք այսօր կկատարենք եւս պրեմիերա, որը չի կատարվել։ Դաշնամուրային սյուիտից, երկու դաշնամուրի համար դրված սյուիտից երկու մաս։ Մեկը կոչվում է Նախնյաց ձիարշավ, մյուսը կոչվում է Ոսկեմայր Անահին։ Սիրած թեման Էդգար Հովհաննիսյանին։
է, որ մեր մի փոքր արած աշխատանքը այսօր ստացվեց, ձեր ծափահարությունները դրա վկայությունն էին։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ նորից Տոնա Հայրովնա, ուսանողներին և իհարկե դարսի տիրիչին։